Եթերում կամուրջ ծրագիրն է։ Միայն գործերով փաստենք լինելիության մեր գալիքը։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտը իրականացնում է բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր եւ համագործակցում է մի շարք բուհերի եւ խոշոր կորպորացիաների հետ։ Ծրագրի հյուրն է ինստիտուտի հիմնադիրների խորհրդի անդամ Վահե Բաբայանը։ Ողջույն Վահե։ Բուհի ստեղծման մասին։ Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտը հիմնադրվել եւ գործում է 1996 թվականից եւ իրականացնում է, ինչպես դուք նշեցիք, բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր։ Ինստիտուտում գործում են երկու ֆակուլտետ՝ ստոմատոլոգիական եւ դեղագիտական, իսկ քոլեջում 4 մասնագիտություններ՝ մանկաբարձական, ատամնատեխնիկական, դեղագործական եւ դիմահարդարման։ Քանի որ կրթօջախ ունի հիմնականում նեղ բժշկական ուղղվածություն, դա մեզ հնարավորություն է տալիս առկա մտավոր եւ նյութական ռեսուրսները նպատակաուղղել բժշկական կրթական ոլորտում ավելի բարձր արդյունքների հասնելու համար։ Դասընթացները իրականացվում են ինստիտուտի սեփական բազաներում, լսարաններում, իսկ գործնական եւ լաբորատոր աշխատանքները հանրապետության բարձրակարգ հիվանդանոցներում եւ կլինիկաներում, մասնավորապես Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, ընտանիքի պլանավորման եւ սեռական անվտանգության կլինիկայում, Շենգավիթ բժշկական կենտրոնում։ Հաստատությունը մեծ նշանակություն է տալիս պրակտիկ ուսումնասիրություններին եւ առաջադեմ բուժ հիմնարկներում դուք անցնում եք փորձաշրջան եւ հաջողությամբ են իրականացվում այդ պրակտիկ փորձաշրջանները հիվանդանոցներում եւ կենտրոններում բժշկական։ Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտը ստերտ համագործակցում է Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հետ, որտեղ մեր ուսանողներն օգտվում են հարուստ լաբորատոր բազաներից եւ այլումից մասնակցում են գիտական աշխատանքներին։ Այդ աշխատանքների մի մասը տեղ է գտել 2006 թվականից Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի կողմից հրատարակվող միջազգային տեղեկագրում, որը որ հանդիսանում է Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի գիտական լրատվական միջոցը, եւ որում զետեղվում են Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների առողջապահական բնագավառներին առնչվող տեսական եւ գործնական, գիտակրթական եւ գիտամեթոդական մենագրություններ, հոդվածներ եւ աշխատություններ։ Հայտնի է, որ Սոֆիայի եւ Վառնայի բժշկական համալսարանի հետ հրատարակում եք հայ բուլղարական գիտական տեղեկատու եւ նաեւ, ինչպես նշեցիք, ուրիշ գիտական աշխատություններ են հրատարակում։ 2006 թվականից հրատարակում էր հայ բուլղարական բժշկական տեղեկագիրը, հետագայում ավելի լայն տարածություն ստացավ եւ ներգրավեցին այլ երկրների նաեւ ուսումնական հաստատություններ, որոնք որ մասնակցում էին տեղեկագրի աշխատանքներին, ներկայացնում էին հոդվածներ, աշխատություններ, մեթոդական ձեռնարկներ։ Այդ երկրների շարքը բավականին այսօր մեծ է եւ ներգրավում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Շվեյցիա եւ այլն։ Բժշկական տեղեկագրի, ինչպես նաև Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի կողմից հրատարակված գրքերի ու ձեռնարկների էլեկտրոնային օրինակը տեղադրված է ինչպես մեր կայքում, այնպես էլ դեղ օգտագործողների եւ ներմուծողների միության կայքում։ Միությունը հնարավորություն է տվել նաև մեր ուսանողներին օգտվել իրենց բավականին հարուստ էլեկտրոնային գրադարանից։ Դեղագիտական եւ դեղագործական որակյալ կրթություն իրականացնելու նպատակով Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտը համագործակցում է այդ բնագավառի այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսին են Armfar, Liquor, Vitamax-E, Medical Horizon, Esculap եւ այլն։ Կոսմետոլոգիայի գծով Elosmed, Anasaspa, Lite, Optimaforma եւ այլն։ Վերը նշված համագործակցության լայն շրջանակը եւ ընդհանրապես գործնական ու պրակտիկ աշխատանքների հագեցվածությունը մեր կարծիքով խորը եւ կայուն գիտելիքներ եւ կարողություններ են հաղորդում ինստիտուտի ուսանողներին, ապահովելով կրթական համապատասխան որակ։ Կրթական որակի ապահովումը այսօր հանդիսանում է թիվ 1 խնդիրը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև ամբողջ աշխարհի կրթական համակարգի համար։ Հայաստանում լայնածավալ աշխատանքներ են իրականացում կրթական որակի բարձրացման նպատակով։ Կարծում եմ այս առումով արդյունավետ կլիներ կիրառել ոչ այնքան ընդունելության կենտրոնացված քննությունները, այլ կենտրոնացված ավարտական քննությունները։ Դա հնարավորություն կտար արդյունավետ կերպով գնահատելու տարբեր ուսումնական հաստատությունների ուսումնառության ընթացքում կատարված աշխատանքները, որակյալ շրջանավարտներ, մասնագետներ պատրաստելու հարցում։ Ինչ է ցույց տվել փորձը Հայաստանի կրթական համակարգը մրցունակ է արդյոք։
Այս առումով պետք է նշել, որ մեր հանրապետության բուհական համակարգը գնալով ավելի եւ ավելի գրավիչ է դառնում արտերկրի ուսանողների համար։ Դա բացատրվում է մի շարք հանգամանքներով, համեմատաբար բարձր կրթական որակ մատչելի ուսման վարձի պայմաններում, բարձրակարգ պրոֆեսորադասախոսական անձնակազմի առկայություն, նյութատեխնիկական բազաների հագեցվածություն, արտերկրի ուսանողների հանդեպ մեր հասարակության կողմից բարեհամբույր վերաբերմունք եւ այլն։ Այս ամենը լիբերալ կրթական քաղաքականության պայմաններում կարող է Հայաստանը դարձնել կրթական կենտրոն տարածաշրջանում։ Դա հնարավորություն կընձեռնի կրթօջախներին արտահանել իրենց գիտակրթական ծառայությունները։ Այս ամենը չափազանց կարևոր է ոչ միայն ուսումնական հաստատությունների համար, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար, քանի որ այն կունենա արտարժութիկայուն եկամուտների աղբյուր։ Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ կրթությունը հանդիսանալով համակարգաստեղծ ոլորտ կխթանի տնտեսության այնպիսի ճյուղերի զարգացումը, ինչպիսիք են արդյունաբերությունը, թեթև եւ տուրիզմը, անշարժ գույքի շուկան եւ այլն։ Յուրաքանչյուր երկիր ունի տնտեսության զարգացման իր ուղին։ Հայաստանի համար այդ ուղիներից մեկն է նաեւ կրթությունը, գիտությունը եւ առողջապահությունը։ Դրանք այն ոլորտներն են, որտեղ առկա են հնարավորություններ եւ ներուժ։ Այս ոլորտներում է, որ թե քաղաքացին եւ թե ձեռներեցը կատարում են ներդրումներ եւ այս ոլորտներն են, որ հետաքրքրություն են առաջացնում։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի ավելի լիբերալ կրթական քաղաքականություն իրականացվի, այսինքն հնարավորություն տրվի նաեւ ուսումնական հաստատությունները արտահանեն իրենց ծառայությունները, որովհետեւ այսօր շուկան շատ ակտիվ է եւ շատ ագրեսիվ քաղաքականություն են վարում մեր հարևան պետություններից, օրինակ Վրաստանը, ինչպես նաեւ Ուկրաինան, Ռուսաստանը, որոնք որ աշխատանքներ իրականացնում իրենց երկիր ներգրավել արտերկրի ուսանողներին։ Մերաբանի բժշկական ինստիտուտը համագործակցում է արտերկրի մի շարք ուսումնական հաստատությունների հետ։ Հատուկ ցանկանայի նշել Մերաբանի բժշկական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի մասին, առողջապահության բնագավառի բարձրորակ մասնագետների, բժիշկների, գիտնականների, որոնք ջանք ու եռան չեն խնայում իրենց հարուստ գիտելիքներն ու փորձը հաղորդելու մեր ուսանողներին։ Ինստիտուտում գործում է աշխատանքի տեղավորման եւ կարիերայի կենտրոն, որը պայմանագրային հիմունքներով համագործակցում է մի շարք գործակալությունների հետ, մասնավորապես Տանժեր, Զատիկ եւ այլն։ Մերաբանի բժշկական ինստիտուտը իրականացնում է նաև անվճար նախապատրաստական եւ ծայրահեղ կարեւորություն ունեցող առաջին բուժօգնության ծրագրեր, որոնք ի դեպ տեղադրված են մեր կայքում ինտերնետային եւ հասանելի են յուրաքանչյուրի համար։ Ինչպես է կատարվում ընդունելությունը։ Ընդունելությունը իրականացում է կենտրոնացված կարգով, խոսքը բուհի մասին է, իսկ քոլեջի ընդունելությունը իրականացում է հաշվի առնելով դպրոցի գնահատականները։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր ծրագրի հյուրն էր Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի հիմնադիրների խորհրդի անդամ Վահե Բաբայանը։ Նրա հետ զրուցում էր Արուսյա Ղազարյանը։